Աշխարհում կան գետեր, որոնք պարզապես ջուր չեն, դրանք պատմություն են, հիշողություն ու կյանքի աղբյուր։ Այդպիսի գետերից ամենահայտնիներից մեկը Եփրատն է։ Հազարավոր տարիներ նրա ջրերը կյանք են տվել հողերին, քաղաքներին և մարդկանց։ Նրա ափերին են ձևավորվել հին քաղաքակրթություններ, մշակույթներ և պատմություններ։ Բայց այսօր Եփրատը այլ տեսք ունի։ Այնտեղ, որտեղ ժամանակին հոսում էր ուժեղ ջուրը, այժմ երևում է բացված գետի հատակը։ Ջուրը նվազում է, հողը ճաքճքել է, և ամբողջ տեսարանը կարծես լուռ պատմություն է պատմում անցյալի ու ներկայի մասին։ Եփրատ գետը հազարավոր տարիներ եղել է կյանքի և քաղաքակրթության հիմքը։ Նրա ջրերը ոգեշնչել են հողերը, մարդկանց, քաղաքները, բայց հիմա այն այլ տեսք ունի։ Ջուրը նվազում է, հատակը բաց է, ճաքճքված, հողը երևում է։ Գիտնականներն ասում են, որ այս արագ փոփոխությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ կլիմայական փոփոխություններով, ամբարտակներով, ջրի մեծ օգտագործմամբ գյուղատնտեսության համար։ Նրանք նշում են, որ նման երևույթները ոչ միայն ազդում են էկոհամակարգի վրա, այլև մարդկանց զգացմունքների վրա, ստիպում են ուշադրությամբ դիտել աշխարհը, նկատելու այն փոփոխությունները, որոնք հաճախ անցնում են աննկատ։ Բայց սա միայն գիտության տեսակետը չէ։ Հայտնության գրքում գրված է. 6-րդ հրեշտակը թափեց իր բաժակը մեծ Եփրատ գետի վրա և նրա ջուրը ցամաքեց, որպեսզի պատրաստվի արևելքի թագավորների ճանապարհը։ Հայտնություն 16:12։ Տեքստը հարյուրավոր տարիներ պահպանել է խորհրդանշական իմաստը, սակայն այսօր, երբ գետի հատակը բաց է և ջուրը նվազել է, թվում է, թե տեքստն ու իրականությունը հանդիպում են, կենդանանում, հաղորդում պատմություն, որն արդեն երկար սպասել է ուշադրության։ Ավելին, երբ ջուրն ընկնում է որոշ հատվածներում, օդից դիտվող պատկերները հիշեցնում են Օմեգայի նշանը։ Հիսուսը իրեն անվանեց Ալֆա և Օմեգա, ես եմ սկիզբը և վերջը, առաջինն ու վերջինը։ Հայտնություն 22:13։ Այս խորհրդանիշը համադրում է անցյալը, ներկան ու հնարավոր ապագան, ցույց տալով, որ ամեն ինչ Աստծո ծրագրում հստակ է և մտահղացված։ Տեսնելիս, թե ինչպես գետը բացահայտում է այս խորհրդանշական ձևերը, դժվար է անտարբեր մնալ։ Դա ստեղծում է լռություն, հուզում և ուշադրություն պահանջում։ Գետի շրջապատի գյուղերն ու քաղաքները, որոնք կախված են նրա ջրերից, զգում են փոփոխությունը։ Այս ամենը փաստում է, որ մարգարեությունները միայն տեքստ չեն, նրանք կենդանանում են իրականության մեջ, դարձնում զգացողությունը միանման այն, ինչ նկարագրված է գրվածքներում։ Մարդկանց զգացմունքները ևս արձագանքում են այս ամենին։ Շատերը պատմում են, զգում են Հիսուսի ներկայությունը, զգում են, որ մոտենում է մեծ իրադարձություն։ Հիսուսն ասել է. «Տեսեք և ուշադիր եղեք, որովհետև ոչ ոք չի իմանա օրը կամ ժամը, երբ Մարդու Որդին կգա»։ Մատթեոս 24:36։ Այս խոսքերը հիշեցնում են ուշադրության, զգուշության և պատրաստության կարևորությունը։ Աստվածաշունչը և գիտնականների դիտարկումները միահյուսվում են։ Գետը դառնում է մի անտեսանելի, բայց ակնհայտ հաղորդիչ։ Այն ցույց է տալիս, որ աշխարհը փոփոխվում է, և փոփոխությունները միայն երևույթ չեն, դրանք պատմություն են, նշաններ, որոնց վրա կարելի է մտորել, զգալ և սովորել։ Չորացած հատակը, Օմեգայի խորհրդանիշը, աստվածաշնչյան խոսքերը և գիտական բացատրությունները միասին ստեղծում են զգայական փորձառություն, մի լռություն ու ուշադրություն, որը թույլ է տալիս հասկանալ, որ փոփոխությունը իրական է։ Եփրատ գետի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես է անցյալը, ներկան ու ապագան հանդիպում։ Մարգարեությունը կենդանանում է, բնությունը հաղորդում է պատմություն, գիտությունն արձագանքում է փաստերը, իսկ Հիսուսի խոսքերը հիշեցնում են պատրաստ լինել, ուշադիր դիտել և զգալ։ Այս ամենը միախառնվում է լռության, հուզմունքի ու բացահայտման զգացման մեջ, ցույց տալիս, որ աշխարհը մշտապես փոխվում է, իսկ տեսնելը, լսելը ու զգալը կարող են լինել այդ փոխվելու մի մասը։ Եփրատը չորանում է, նշանները երևում են, պատմությունը շարունակվում է, իսկ նրանք, ովքեր ուշադիր են, տեսնում և զգում են այն մեծ փոփոխությունները, որոնք արդեն մոտ են։